Հիմա էլ չսկսեք գրածս ձևի համար խոսել «չ» ընտրություն։ Շեշտը դրված է «չ»։ Ոչ մի ընտրություն էլ դա չէ։ Ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Խոսենք, թե դա իրենից ինչ է ներկայացնում, տարիներ շարունակ իրենից ինչ է ներկայացել, ինչպես են օտարերկրյա լրտեսները ոչ հայ ներդրվել Հայաստան, ձեզ ինչ է թվում, ինչեր այդքան տարբերությունը մեծ Սովետական միության ժամանակ Հայաստանի քաղաքացիների մի մասը լրիվ անգրագետ էին, փողով առնում էին դիպլոմներ, իսկ մի մասը շատ խելացի, այսինքն մինչև սովետական Հայաստան կազմելը տարբեր տականքներ, ազերի, թուրք և այլն, կիսառուս և այլն, ներխուժվել են Հայաստան հայերի անձնագրով։ Եվ պարզ է, որ այսպես էլ պետք է լիներ։ Եվ քոր շունը, որպեսզի չստուգեր, ինքը լիներ նորմալ մարդ և ստուգեր, ապա Արցախից ոչ ոքի չպետք է բերեր Հայաստան։ Ընդհակառակը Հայաստանից պետք է տաներ Արցախ և ճնշեր, մինչև հասկանային այնտեղ ովքեր ով են։ Եվ սա ընտրություն չի, և ոչ մի ընտրություն չի լինելու։ Սրան պետք է բոյկոտել հեղափոխությամբ տարբեր ձևերով։ Նույնիսկ ընտրությունների ժամանակ արկղերը վերցնել, տանել, ջարդել, փշրել, լույսերը անջատել, տարբեր տիպի խուլիգանություններ անել, որպեսզի ոչ մի ընտրություն տեղի չունենա, և պլակատներով դուրս գալ, որ սա ընտրություն չէ, սա պոռնկություն է, որը նորից կատարում են հայ ազգի նկատմամբ։ Այժմ, եթե այս 4-ը պատիվ ունենային կամ ամոթ ունենային, ապա երբեք սրանք այժմ չէին մասնակցի։ Այս կուսակցությունների մասին է խոսքը, Քորշան այս լակոտը, որին մինչ օրս Քորշան հետ չեք սատկացրել, այս ալբանացին, Նարիմանովը և այստեղ էլ Կոկոլը իր անձնակազմով։ Ինչն է այստեղ տարբերությունը, ինչ տարբերություն, մի տականքի փոխարինել մեկով կամ սրան փոխարինել մեկ այլ տականքով, ինչ տարբերություն, ձեզ համար ինչ տարբերություն, թե որ տականքն է լինելու այն տականքը, որը վերջ է տալու մեր երկրին։ Եվ այստեղ հայերի մի մասը ասում են, որ ձեռքները չի հասնում դրանց, ձեռքները սրան էլ չի հասնում, սրան էլ չի հասնում, սրան էլ չի հասնում ձեռքները։ Այսինքն ոչ ոք ոչինչ անելու ցանկություն չունի, ամեն մեկը, ինչպես Վարդան Պետրոսյանն էր ասում, դա մեր գործը չէ։ Եվ դա միայն դուրս է գալիս, որ ես եմ այդ մասին խոսում, դա իմ գործն է, արի փրկի Հայաստանը, լավ եկա ես մենակ 60-անց մարդ, եկա փրկելու Հայաստանը, ովքեր են կողքից կանգնելու, կանգնելու եք, չեք կանգնելու։ Համոզված եմ, որ գումար էլ տրվի, ձեզ էլի չեք գալու։ Ձեր մեջ դուք ինքներդ եք կոտրել ամեն ինչ, ձեր մեջ կոտրել եք մարդը, ձեր մեջ կոտրել եք, որ դա ձերն է, ձերնից խլում են, տալիս եք, ձեր երեխային սպանում են, գնում եք, ասում եք, տղես մեռավ, բայց գտա Նիկոլիս։ Այս մի անբացատրելի երևույթ է, որը գոյություն չունի նույնիսկ կենդանիների մոտ, նույնիսկ գոյություն չունի հավի, մորմոնջի, նույնիսկ կենդանի չկա, որ ասես դրա մոտ այս երևույթը գոյություն ունի, դա միայն Հայաստանի Հանրապետությունում է։ Եվ այժմ ինձ հարց է տրվել կոնկրետ, այս հարցի պատասխանը տալիս եմ։ Ընտրություններին չպետք է մասնակցել, սա ընտրություն չէ, բայց կբացատրեմ ավելի խորը, որպեսզի հասկանաք։ Դրել են այս տականքներին, հետո էլ դրել են այս տականքներին, ինչ տարբերություն սրա ու սրա մեջ։ Երկուսն էլ փայլուն ավարտած մի քանի համալսարան
Երկուսն էլ փայլուն խոսացող, մտքերը դասավորող, կարծես նժդեն կենթանացած լինի։ Այ ոչխարներ, դուք ով, ընտրությունը ով, երկուսիդ էլ վերաբերում է։ Եվ այս պատի դեմքով գալով, որ իբր գործ եք կատարելու, ոչինչ էլ չեք կատարելու։ Այժմ այն հայերին, որոնք ասում են, որ Տաշիրը ինքը իրենով է աճել Ռուսաստանում, Դոդիկը ինքը իրենով է աճել, քանի որ սպորտսմեն էր։ Դոդիկը մի ժամանակ Լեննականից կալգոտկեք էր բերում Երևանում վաճառում, 2 պայուսյակ ամեն շաբաթ։ Դրանից հետո Քորշունը տարավ իր մոտ, ասեց քեզ կդարձնենք միլիոնատեր, ճիշտ է այդ միլիոնները իմն է, բայց անունով քոնն է։ Եթե ուշադիր Հայաստանը դիտարկում ես, ապա ոչ մի նորմալ մարդ չկա։ Սա ոչ ընտրություն է, ոչ էլ սրանք միլիոնատեր են։ Այժմ բացատրեմ, բոլորդ էլ լավ հիշում եք հայ երկու հարուստների, Լևոնին և Սերժին, Սերժ Շիլավյանը և Լևոնը, որին վերջում բանտում ռուսները իբր նրանք սպանեցին, բայց երկուսին էլ սպանեցին Քոր Լևոնյան բանդան։ Որն է այստեղ հարցը։ Շիլավյանը ուզբեկներից նվեր ստանալով որպես լավ մարդ $1 միլիոն, քանի որ այնտեղ նրանց օգնել էր, Մոսկվայում և ամբողջ Ռուսաստանը հայերին հավաքում էր իր շուրջը և ստեղծում էր այնպիսի մի համակարգ, որ հայերը Հայաստան, Ռուսաստան ամենալավ գործերը հայերը կատարեն և այնտեղից որքան հնարավոր է գումար բերեն Հայաստան։ Քորշունը և Վանոն գնացին և այսօր և նրան աղքատացրած բերեցին, գցեցին իրենց գյուղը, կարծեմ Ստեփանավանի այդ մասերում է ապրում։ Իսկ Լևոնին Արցախյան պատերազմից առաջ Հայրապետյանի մասին է խոսքը։ Ռուսաստանի բանտում սպանեցին, որպեսզի նա Արցախին ոչ մի կոպեկով չօգներ, չկարողանար օգնել, էլ ինքը չկար։ Այս տականքը ինչ է արել, կամ այս տականքը ինչ է արել, ոչ մի բան։ Այս տականքի փողերը եթե իրեն են, ապա Վանոն, Լևոնը և այլն, Պուտին և այլն թողել էին, որ սա դառնար Հայաստանի առաջին միլիարդատերը, իհարկե ոչ։ Սա կատարածու, ծաղրածու է այս տականքը, ինչպես նաև Հայաստանում Լֆիկ, Դոդիկ Գագիկ և այլն, դրանք նույնպես կատարածու ծաղրածուներ են, ծաղրածուներ, անլեզու անհայվան տականքներ։ Հասկացաք հիմա, թե սրանք ովքեր են։ Այժմ վերադառնանք սրանց։ Եթե մենք սրանց քննադատում ենք, ապա այստեղ նաև պետք է խոսենք մեկ երևույթի մասին։ Մեկ երևույթի մասին, որը ստեղծեց այս տականքը, այսինքն վերցրեց բրուտների առաջացած սահմանադրությունը և այդ սահմանադրությունը ներդրվեց Հայաստանում, որպեսզի Հայաստանը ներսից ավելի շուտ ոչնչացվի։ Այժմ բացատրեմ, որպեսզի հասկանաք։ Այդ սահմանադրության մեջ գրված է, նշանակություն չունի Հայաստանի Հանրապետության 100% բնակչությունն է ընտրություններին մասնակցում, 1%, թե 2 մարդ, օրինակ ընտրություններին կարող են մասնակցել այս երկու տականքը, Տաշիրը և Կոկոլոսը, որը այս ձևով է հանդես գալիս, և ամեն մեկը իր օգտին, սրանցից մեկն էլ մի մարդ ունենա ավել, նրանք կանցնեն, այսինքն 3 հոգին բավական է, որպեսզի Հայաստանում արդար, մաքուր ընտրություններ լինի, հասկացաք իմի այդ սահմանադրությունը, երբ որ 15 թվականներ կարծեմ, ասում էին, որ
Գնացեք դեմ քվեարկեք այդ ամեն ինչին, ոչ ոքիդ պետքը չէր։ Եվ այսօր եկել է հատուցման պահը։ Այդ ժամանակ էլ էիք 10,000, 5,000 դրամով վաճառում։ Այսօր հատուցման պահն է եկել։ Եվ այսօր նշանակություն չունի։ Օրինակի համար այս տաշիրը լեզու բերան ծաղարացուն միայն ինքն է, իսկ այս լպրծուն տականքը բացի իրեն ունի նաև մեկ մարդ, երկու ձայնով, սա է մեկ ձայնով սա, կոկոլոսը դառնում է նորից վարչապետ, ինչի համար, քանի որ մեր երկիրը չունի նորմալ օրենք, այդ օրենքը գրվել է մեզ համար, որպեսզի մեզ ոչնչացնելու պահին և դրանից հետո և ձեռք առնեն, և մենք ներսից որպես տականք ազգ այդպես վերանանք, իսկ իրականում մենք նորմալ ամենաբարձրակարգ ազգն ենք աշխարհում, և նման տականքներին ներս են խուժել մտցրել դրա համար, այժմ դիտարկենք այս լրտես պոռնիկի արասները, սահմանադրության մասին արդեն ասեցի։ Ինչ էին իրեղ խմբում կիսահայ և ինչ է նաև այս հույնը։ Ինչի չկար Հայաստանում մաքուր հայեր, որպեսզի դրանք լինեին։ Այս անձնավորությունը կատարել է կապի միջոցներ Ալիև և Նարիմանով, այս անձնավորությունն էլ շան պես ծառայել և ամենամեծ գործը սա է կատարել, Երանի ամբողջ հայերը սրա պես նվիրված լինեին իր հայրենիքին, ինչպես այս տականքը նվիրված է այս լրտեսին։ Ոչ ոք չհարցրեց և չասեց Նարիմանով, այ ամբարոյականի լակոտ, ուրանի վաճառքը Ադրբեջանի հետ Վրաստանով անցկացնելուց, որ վրացիները բռնեցին, այդ ինչ էր կատարում, այդ ինչ ուրան էր, որտեղից էր, ինչ էր կատարում, բացատրեմ դա, Եվրամիությունը 30 միլիոն դոլար էր տվել, եվրո էր տվել, որպեսզի Հայաստանի ատոմակայանի աթոռները կարողանան նորմալ ձևով հորեն, այսինքն նրանց մեկուսացնեն և պահեն այնքան ժամանակ, մինչև իր հատկությունը կորցնի։ Այս տականքը Սաշիկի հետ վերցնում են այդ գումարները մսխում, սովորական տրուբեքի մեջ լցնում փակում և բարձր որակի այդտեղ աթոռների մեջ բարձր որակ է լինում։ Այդ ամենը տանում են ջերես թիլվից, որպեսզի վաճառեն Ալիևին։ Այդ պահին այդ շան լակոտին բռնում են վրացիները և սրանք լռեցին այդ մասին, նույնը ԱԱՑ-ն, 50-50 Սաշիկի մասին ասենք, երբ որ ամեն ինչ փակում էր, Բեսպրեդելի մասին ասենք, այն մեհեր, մուհուր, այդ բոլոր կիսաանգրագետ տականքները, հանքերի հափշտակման մասին ասենք, 4 օրվա պարտության, որից հետո գլուխդ կովում էր այս տականքը, 7 միլիարդ Պանամայի գումարները քո ախպեր Ռոբերտ Ումուդով ալբանացու հետ, էլեկտրիկ Երևանի մասին ասենք, երբ որ դուխդ չէր երեքում, այ ամբարոյական Պուտինին ասես, որ մեր գազն ու էլեկտրաէներգիան իջացավ, ստեղծեցիր էլեկտրիկ Երևան և մի շարք նաև ջահելների փուռը տվեցիր ագենտ կպցնելով նրանց գլխին, Սասնա ծռերի տղաների մի մասը հերոս ազգասեր տղաներ են, ուշադիր լսեք, որպեսզի չասեք կպավ Սասնա ծռերին, բայց այդ կազմակերպումը այս տականքի միջոցով է եղել հետադարձ ճանապարհով, դրա համար տղերքը մտան այդտեղ, հետո հասկացան, որ ինչ է կատարվել, այս տականքը, դե լավ տղա էր, դու պաշտպանեիր, ինչի տվեցիր անմիջապես Նիկոլոսին կամ Նիկոլի հեղափոխությունը, այս տականքը շատ կեղտոտ և այլանդակ
անձնավորություն է եւ այսօր դուրս են եկել նորից իրենք իրենց տարբերակներով սա ախր սրան որպես մարդ վրան չես էլ թքի ոչ մարդ է ոչ մարդու խոսակցություն ունի ոչ հասկացողություն այս ադրբեջանցում բերել դրել են որովհետեւ հայերը խայտարակվեն աշխարհով մեկ երբ որ առաջի անգամ արտասահմանում սրան տեսա Եվրոմիություն էր հաճախ Եվրոպայր հաճախել չեմ հիշում որ երկիրներ այդ ժամանակ հաճախել եւ ցուցադրում էին իր այդ կանոչ հետ զարմացա որ Հայաստանը խոլոս մոլոս սրա նման տականք ղեկավար ունի բարեկիրթ նորմալ տեսքով հայի տեսքով շատ հայեր կային անպայման այս տականքին պետք է տրվեր դա Քորշան միջոցով հիմա էլ այս կարուսելը նորից մտցնում է Քորշունը պլյուս դրան նաև մտցնում է այս կարուսելը եւ ազգին ներկայացնում է իբր իրոք ընտրություններ են լինելու ընտրություն չի լինելու դուք ունեիք հնարավորություն մի քանի ձևով Սասուն Սարիբեկյանին առաջարկելու թեպետ կազմակերպված էլ չեք էլ կազմակերպվելու դա էլ չեք անելու միայն բոլոր կոնե 90% ընտրատարածքներում ամեն ինչ ջարդել փչացնել եւ դուրս գալ որովհետեւ ընտրություններ տեղի չունենան սա ընտրություն չի եթե մինչև դա հեղափոխություն չեք կատարելու դուրս չեք գալու քարկոծեք այս ամենը ապա սա ընտրություն չի նույնը ձեզ թվում է թե երբ որ ներկայացնում են հատկապես արևմտամետները դեմոկրատական երկրների հայրը Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմոկրատիան է տեղորն է երբ որ բրուտը մի ձեռքի մեջ պահում է Տրամպին մյուս ձեռքի մեջ պահում է Բայդենին որին էլ ընտրես իր շունն է հիմա ես սրանցից որին էլ ընտրեք կամ սրանցից որին էլ ընտրեք սա ԼՏՊ-ի շունն են Քորշան սրանք թուլիկներն են որին էլ այս թուլեկից ընտրեք նորից նրանք հաղթում են նորից նույնը կատարվելու է ինչ կատարվել է եւ վերջնականապես Հայաստանի ավարտն է մոտենում երբ որ նայում ես սրանց բոլորին ոչ մեկին մեկ մոռանա ես բոլորին էլ հիշում եմ այս տականքներին բոլորին էլ հիշում եմ դուք ոչ մեկին մեկ մոռանա ապա տեսնում ես որ սրանց մեծ մասը հայ չի եւ մի մասն էլ ծախված է սա պետություն չէր այլ սա մի խայտարակություն մեզ բաժին ասավ ՍՍՄ-ից հետո որը այս խայտարակությունը դարձրեցին ծիծաղատեղ նաև միշտ նշել եմ ինչի բրուտը վերջում տվեց բարակ վզով կնոջ դեմքով այս Հայաստանը որպեսի ամեն ձևով մեզ վարկաբեկի ամեն ձևով մեզ ձեռք առնի այս ամենը կատարվում է դրա համար իսկ եթե դուք մտածում եք որ սրանք են խնդրեմ պահանջեք նաև դենկա բոլորից ովքեր են սրանք ազգությամբ եւ ցանկացած հայի եթե նորմալ Հայաստան ստեղծվի բոլոր հայերը պետք է գնան իրենց DNA-ն եւ բոլորի DNA-ն պետք է գրվի օրինակի համար եթե ես թեպետ ես իմ DNA-ն ունեմ որ ես հայ եմ կարող եք նորից ստուգել համոզվեք եւ ապարատը ցույց տա որ ես նույնիսկ 10%-ով ոչ հայ եմ ես իսկ գնդակահար եմ իսկ սրանց մեջ եթե նույնիսկ կեսը գտնեք հայ դա անհնարին է որ սրանց մեջ հայկական արյուն լինի հայի մաքուր արյուն լինի դրա համար այս պոռնիկների այս խաղը ընտրությանը չպետք է մասնակցել այժմ մեղավորներն ովքեր են մեղավորները սրանք են եթե ձեր ԱԱՑ-ն չի աշխատել
ապա սրանք ինչ ցանկացել, օրինակ սա եւ մնացած լրտեսները, ինչ ցանկացել դա էլ կատարել են։ Նայեք սրանց բոլորին պետք է գնդակահարել առանց հարցաքննման։ Քանի որ ազգին դավաճանողը առաջինը իրենք են եղել։ Կոտոյանին ես հաստատ համոզված եմ, որ ինքը հայ չէ, այս տականքին դեռ չեմ ստուգել, եւ սա էլ ունի ռուսական արմատներ, ռուսական եւ կարծեմ եզդեական արմատներ ունի այս տականքը, սրանը չեմ ստուգել։ Բոլորին էլ կարող ենք ստուգել, եւ մեղավորները սրանք են, դուք սրանց մեջ պետք է փնտրեք։ Մեկ էլ մի հատ թլդիկ մեկը կար է, որը ընտրությունների ժամանակ անց էր կացնում ընտրությունները, ասում էին ոնց ուզի թվերը եւ դրան նույնիսկ այդ տականքին ոչ ոք թեկուզ մի հատ ապտակած լինի փողոց։ Այժմ բացատրեմ մի երևույթ, որը դուք հասկանաք, որ այն ինչը ձեզ ներկայացնում են, դուք դրանից ոգևորվում եք առանց հասկանալու, որ դա ձեզ չեն գովում։ Կար այսպիսի անձնավորություն, անուն ազգանունը չեմ էլ ուզում ասել, թե պետք գիտեմ։ Պատիվ է հային, թե այլ բան, որ հերոսի կոչում է ստացել։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Անցել էր այսքան տարի, կարող էին գաղտնի, սրանց տալը հերոսի կոչում, եւ այդ ամենը գաղտնի մնար։ Եվ ինչի չէին սրանց սպանել, այս երկու տականքին ինչի չէին սպանել։ Քանի որ բրուտի հրահանգով Պուտինը սրանց բերեց Ռուսաստան եւ Ռուսաստանում տվեց հերոսի կոչում նրա համար, որ 40 տարի ծառայել են ռսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում։ Այսինքն հայերը որտեղ որ կան, դրանց ստուգեք, դրանք միայն ձեր երկիրը ծախող, ձեր երկրի գաղտնիքները այստեղ այնտեղ ասող անձնավորություններ են։ Սա դա էր նշանակում։ Սա չի նշանակում, որ սա մեզ պատիվ է բերում։ Սա մեզ պատիվ չի բերում։ Լրտեսը, եթե իրոք նա լրտես էր, լրտեսը ամբողջ կյանքում էլ որպես լրտես պետք է մնա։ Նույնիսկ իր երեխաները չպետք է իմանան, որ նա լրտես է։ Իսկ այս մեծարումը, սա մեծարում չէր, սա նա էր, որ աշխարհին զգուշացներ, որ հայերից քուշ մնացեք, շատ պոռնիկ ազգ են։ Նրանք կարող են քո երկրում ծիծաղել, ասել, որ բարեկամ են, բայց քո երկրի գաղտնիքները մի այլ երկրի հաղորդել։ Հասկացաք այսքանը։ Կան բաներ, որ դուք հակառակ ձևով եք այդ ամեն ինչը հասկանում։ Երբ որ սրան տալիս է, ես նույնը խոսեցի եւ դրանից հետո սկսեցին քարկոծել եւ սկսում էին գովվալ բոլոր հայկական ալիքները, ապա հասկացա, որ Հայաստանում ոչ միայն չհասկացողներն են շատ, այլև չհասկանալու գաղափարախոսներն են շատ։ Հիշեցնեմ նաև մեկ դեպք։ Սա օրինակ է, որի վրա կցուցադրեմ մեկ ուրիշ բան։ Բոլորդ էլ հիշում եք։ Նարիմանովը վրդովված էր նրա համար, որ Դոդիկը կուսակցություն էր հրավիրել, Մանվելն ասեց, որ մեղնել է քո ձեռը, չաքուշնել է քո ձեռը, ոնց ուզում ես Դոդիկին մխի։ Իսկ Դոդիկի խնամի մեկնիկը ասաց, պետք է դրա գլխին բամփել։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն, այս խաղը կազմակերպել էր սա, այդ ժամանակ սա չկար, այս երեքին սա հավաքել էր, կամ սրան ասել էր, որ դրանց էլ կզգուշացնես, որ այս ձևով է տեղի ունենալու, եւ բոլորը լուռ էին։
Եթե գլխիդ բամփել են, եթե Արցախյան պատերազմի ժամանակ տղեդ մի լումա այսօր ինչ ես դուրս եկել նորից, այ տականք, այ պիղծ, ինչ ես նորից դուրս եկել, նույնը սա, միայն սրա արածը, երբ որ նույնիսկ արկահոլիկ Ռուսաստանի նախագահ էր այդ ժամանակ Մեդվեդևը զարմացել էր, որ այս տականքը գնացել է խնդրի, որպեսզի թուրքական պոմիդորները գնան Ռուսաստան եւ Ռուսաստանը դա ընդունի։ Սենց խայտառակություն ոչ մի անգամ ոչ միտեղ չի եղել։ Այժմ ամենակարևորի մասին պետք է բոյկոտել ընտրությունները։ Այսօր շատ կարճ եմ խոսում։ Պետք է բոյկոտել։ Ինչ տարբերություն։ Քորշունը այստեղ սև ոչխար է դրել, այստեղ սպիտակ ոչխար։ Երկուսն էլ քորշան ոչխարներն են։ Թե Նիկոլը, թե այդ Կարապետյան կամ թեկուս մի ուրիշը, դրանք բոլորը նրա ոչխարներն են։ Բոյկոտել ընտրությունները ինչի համար։ Երբ որ ադրբեջանցիք այսքանի օրը գտնվում էին Լոնդոնում, դրանից հետո նրանք հայտարարեցին, որ խաղաղություն կլինի միայն երբ որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Իսկ սահմանադրություն փոխելը դա նշանակում է, որ վերջնական Հայաստանի ավարտը, Հայաստանի վերջնական լուծարումը։ Ինչի համար եմ սա ասում։ Բրուտը իր ձեռքով ոչինչ չի կատարել, չի էլ կատարելու։ Սա է այդ մասին խոսում եւ այս տականքն էլ խոսեց Ադրբեջանի սահմանները ինքը ճանաչում է եւ իր գործընկերն է։ Այստեղ որպեսի հայերը չբարձրացնեն Վիլսոնյան Հայաստանի հարցը եւ չասեմ, որ սա է Հայաստանը, ապա գնում են այս քայլին։ Գնում են այս քայլին եւ սրանք նորից թեթիգուն կանգնելով, նաեւ այդտեղ Դոդիկու այդ սամո, պետք է նորից սա լինի, քանի որ սա է տուրը տալու։ Սա արդեն հետադարձի ճանապարհ չունի։ Այն բլեֆը, որ սա մաքուրեր չտվեց, սա մաքուրեր չտվեց, դա միայն իրենց են դրանով համոզում, բայց իրենք էլ գիտեն, որ եթե հայերի ձեռքը հասա, բոլորին էլ գլխատելու են։ Իսկ ամենից շատ է այդ մասին տեղյակ է այս տականքը, այդ մասին։ Նաև հիմա ձեզ հարց, ինչու է այս տականքը կրում նման գլխարկ, իբր ցիլինդր հիմա էլ։ Քանի որ այս շրջանում սա շատ դուրս էր գալիս, այդ ցիլինդրը ամենահարմարն էր իրեն, երբ որ իրեն հանկարծ սնայպերը խփեր, այդ ցիլինդրը նույնպես բրոնեժիլետի նման մեջը ունի այն ամբողջ պաշտպանական համակարգը, որ գլխից չխփեն, իսկ մարմինը եւ այլ մասերը ախրանան եւ իր բրոնեժիլետը, որ միշտ հագին է, դրանով ինքը պաշտպանում։ Հասկացաք հիմի համար է, հիմա էլ այդ գլխարկը ինչ է դնում։ Միտեղ եթե հնարավոր է, կարող եք այդ գլխարկին խփեք մի քարով թող ընկնի կամ կտեսնեք, որ նույնիսկ նա չել շարժվի գլխից։ Դրա համար էս վախկոտ պոռնիկը անդադ կրում է այդ գլխարկը։ Հիմա, եթե լավ տղա ես, Նարիմանով, կամ դու այդ տականք։ Նիկոլը ասում է, Ղարաբաղը Ադրբեջան է։ Եթե Ղարաբաղը Ադրբեջան է, այսինքն դու ադրբեջանցի ես։ Նույնը դու։ Ճիշտ է, այն ժամանակ ծնվել էիք Ադրբեջանի Հանրապետությունում, բայց իբր դառակ Հայաստանի քաղաքացի, բայց դուք Ադրբեջանի բնիկ ադրբեջանցի եք։ Եվ Ալիևը կարող է պահանջել ասել իմ ադրբեջանցի լրտեսներին Նիկոլ հիմա էլ տուր մեզ, նրան չքանշաններ պետք է տա։
բա լավ տղա եք խաղում, ձեր լավ տղա լինել է այստեղ որն է, 1000 հատ օրինակ կարամ բերեմ, որ ցանկացած պահի 5 րոպե ցանկացածի հետ զրուցեմ, 2 հարց տամ, բոլորդ էլ սխալ եք, բոլորդ էլ տական լրտես եւ ոչ մի հայկական ոչինչ էլ չունեք։ Ես նույնիսկ մի քանի տարի առաջվա ֆիլմում շերտերը, քիթը, աշկերի հեռավորությունը, ականջից այդ բոլորը բացատրել եմ, որ տեսնեք, որ սրանք հայ չեն, մեր տեսակը ուրիշ է, սրանք հայ չեն։ Եվ հիմա բրուտը ինչ է ցանկանում, որպեսզի ինքը չխառնվի, սրանց միջոցով այս ոչխարներին Նիկոլը կլնի, թե կլնի այդ Կարապետյանը, բայց հիմնականում Նիկոլի վրա են նորից շեշտը դրել, որպեսզի սրանք ասեն, կամ սա ասի, կամ Ալիևն ասի, որ պետք է փոխել։ Իսկ եթե դա փոխում է, Հայաստանը, ինչպես նշեցի, դառնում է խոտ, ով ուզում վրովացնում է, հետագայում էլ հայերը պետք է գնան եւ տարածությունը կարող է անունը մնա Հայաստան 1000 տարի էլ, բայց այդտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, թուրքեր, իսկ միայն անունը կարող է մնալ Հայաստան։ Դրա համար բոյկոտել, ոչնչացնել այդ ընտրությունները եւ պահանջել, որպեսզի նման տականքները այլևս իրավունք չունեն այդ ընտրությունները մասնակցելու։ Պետք է ստուգվել նոր, իսկ սրանք արդեն իրենց կենսագրությունով եւ իրենց կուսակցություններով իրավունք չունեն։ Եվ դրանից հետո արդեն պաշտպանվել, ամառվա ամիսներին պատրաստվել եւ սրանց նորմալ հակահարված տալ։ Իմիջիայլոց պետք է լավ ոստիկաններ, ածականներ, զինվորականներ, հատկապես ներքին շարքերում, քանի որ վերին շարքերում պոռնիկներ են բոլորը, պետք է դրանց հետ կապ պաշտպանել, զրուցել, որ ինչպես անեն, որ նրանք էլ են զզված, ձեզ թվում է նրանք հիմար են, շատ բարձրաստիճան մի ոստիկան, որը իրականում հայ եւ իմ շատ մտերիմի անմիջական ազգականն է, 1000 անգամ արտահայտվել է այդ անձնավորության մոտ, որ եթե լինի մի կայծ, մենք բոլորս էլ դուրս կգանք, իրական հայերը մի կայծ, քանի որ բոլորը զզված են այս ամեն ինչից։ Եվ դուք նորից սպասում եք, որ կայծը մենք անենք, եթե կայծ էլ անենք, դուրս չեք գալու, դրա համար կայծը դուք արեք, իսկ մենք մեր մտածածը կանենք, մենք սրանց հետ, այս խուրդեքի հետ, ոչինչ չունենք անել, մեր գլխավոր հարցը սա է, եւ մենք սրա հետ ենք մեր հարցերը լուծելու, իսկ այս ծաղրացուների հետ եւ այս բոլոր բառաններին, որոնց դրել են, սրանց հետ դուք պետք է ձեր հարցերը լուծեք, մենք նրա հետ, եթե հարցերը լուծեցինք, նշել եմ, 111-ը աշխատում է 1-0 երկուական սիստեմով, կամ 1 է կամ 0, այսինքն սա կամ մարդ է կամ մարդ չէ, միայն նա, որ ինքը այդ Մեդվեդևին դիմել էր, 111-ը դրա համար այլևս ոչ մի հարց չի տա, անմիջապես կգնդակահարի, միայն նա, որ գործարաններից կրում էր այդ ապրանքը կամ մարդկանց գումարները զրոացրեց 10,000-ը դարձավ 2 տուփ սիգարետի գին, դրա համար, նրանց համար սա արդեն զրո է, կոչնչացներ։ Միայն ուրանի վաճառքը կամ զենք չգնելը դա բավական էր, որ նորից ոչնչացնի։ Դրա համար ձեզ տրված է հնարավորություն ձեր ձևով երկիրը վերցնել։ Հետո մեկն էլ գրում է անընդհատ լսել եմ մի 10 ֆիլմ այսքանի օր է Սարիբեկյանից, ամեն ինչը նույնը կրկնում է, մի 10 ֆիլմ էլ
Ես եմ կրկնել, որ բրուտի նպատակը Հայաստանի վրայով այդ մեծ թուրանը ոչ թե թուրքն ու ադրբեջանցին են ստեղծում, այլ բրուտն է ստեղծում, որպեսզի լինի այն կենտրոնում, որտեղ ատոմային երկրներն են, նրանց կենտրոնում, բայց դա իր երկիրը չի, Ղազախստանում, եւ դրանց միշտ բայ իր կոնտրոլի տակ կամ ոչնչացնի, ասել եմ դիմեք այդ երկրներին հասկացրեք։ Իսկ եթե նա ամեն հարթակներից մոտավորապես նույնը կրկնում է, դա վատ է ձեզ համար, իսկ կարող ես ասել այդ կոմենտ գրողին եմ ասում, կարող ես ասել մեկ այլ անձնավորության բացի Նժդեհին, որը չի կրկնվում, որը չի կրկնել։ Ինչի համար եմ Նժդեհի անունը տալիս։ Երբ որ Նժդեհը Հիտլերին հանդիպում է, Հիտլերը տալիս է 15 րոպե հայկական հարցը քննելու համար։ Երբ որ գրավեն արդեն Մոսկվան, հայերին գենոցիդ նորից անեն, թե չէ։ 15 րոպեն անցնելուց հետո Հիտլերը հասկացնում է, որ մեկ ընդհատի, իսկ Գեբելսը սկզբից մինչև վերջ հրաման է տալիս, որ միացնեն ձայնագրությունը, լսեն ինչ է խոսում, օտար լեզվով, խոսալով Նժդեհը, և Գեբելսը լսելուց հետո այդ ամենը զարմանում է, որ բոլոր մտքերը միահուսված, ոչ մի կրկնություն, ոչ մի տեղափոխություն, բառերի կամ արտահայտության կատարյալ կարծեմ 37 րոպե կատարյալ խոսել է Նժդեհը այդ ամենի մասին։ Այսինքն, եթե Սասունը դա ձեզ ներկայացնում է այն ձևով, որ հասկանալի լինի բոլորին, դա նշանակում է, որ ամեն ինչ նույնն է ասում, դե մեկը լսեցիր, հասկացար, դե հասկացածը տասա, ընտրությունը լավ բան է, թե չէ։ Հայաստանում, հատկապես Հայաստան, ոչ մի ընտրություն չպետք է լինի, ամեն ինչ պետք է լինի նշանակովի կամ կոնկուրսային, ով է ամենախելացին, ով է հայը, պետք է լինի կոնկուրս, իսկ կոնկուրսի գնահատողներ կարող են մասնակցել մասնագետներ բոլորը։ Եվ ով հաղթես թող նա էլ լինի, իսկ նման տականքները իրավունք ունեն միայն աշխատելու Հայաստանի հրապարակը ցախավելը վերցնեն եւ մաքրեն, քանի որ սրանք ոչինչ են։ Եվ մեկ վախենա, սիրելի հայեր, մեկ վախենա, ոչինչից մեկ վախեն։ Սրանք են ձեզնից վախեցած։ Սրանք են ձեզնից վախեցած, եթե սրանք ձեզնից վախեցած չլինեն, 30,000 մլիցա չէին պահի։ Դուք մեկ վախենա, իսկ եթե 100,000 հայ էլ գա մտնի Հայաստան, այն լավ տղերքը, որոնք եղանակ ստեղծող են, սրանք փախչող են։ Սրանցից ոչ մեկը այն իրենց ասած ռուսական բառը դուխ չունի, ոչ միայն սրանք պատիվ չունեն, այլ սրանք համարձակ էլ չեն։ Սրանք ամենավախկոտ տականք ճիվախներն են, և սրանք անմիջապես փախչող են, և անցած ֆիլմում բացատրեցի այդ սխեման, և մեկ հրապուրվի նման բաներով, և իբր ձեզ գովում են։ Եվ նույնիսկ հասարակ մի բան էլ էդտեղ ասեմ, ֆրանսիացիք շատ գոհ են ֆրանսիացահայերից, ինչի պետք է ձեր երկիրը դուք պառատվեիք և Հայաստանը կիսվեր, մի մասը փախչեր Ամերիկա, մի մասը փախչեր կամ հույսները դնեիք օտարի վրա, որ այսօր էլ ֆրանսիացիք մեզ լավ աչքով են նայել, սրանք լավ աչքով չեն։ Դուք պետք է աշխարհին լավ ու վատ աչքով նայեք, ոչ թե աշխարհը ձեզ։ Այսքանը եւ մեկ վախենա։ Ոչինչ վախենալու չի կյանքում։ Մեկ անգամ ծնվել ենք, կարևոր չէ, այսօր կմեռնենք, վաղը կմեռնենք, բայց մեռնելուց առաջ եկեք թողնենք այն հետքը, որը հայերի փրկության, թեկուս հենց աշխարհի փրկության, թեկուս հենց ճշմարտության համար է այդ ամենը, այսքանը։